Սիրելի հայեր, նորից խոսում եմ մեր ապաշխարության մասին, խնդրում եմ ձեզ, տարածեք, խոսեք իրար հետ, վերջին ժամանակներն ենք ապրում, վերջին օրերը, Աստծու դատաստանները սկսվել են երկրագնդի վրա, շուտով հակաքրիստոսն է գալու իշխանության, բայց մինչ այդ եկեղեցին է հափշտակվելու Հիսուս Քրիստոսի, ես ձեզ խնդրում եմ, գիտակցեք, ընդունեք, մենք ապրում ենք վերջին օրերում, այն առօրյայով, որ մենք մեզ զբաղեցնում ենք, դրանով չէ իրականությունը սկսվում եւ ավարտվում։ Մարդիկ ապրում են իրենց մեղքերի մեջ օրեկան շատացնելով իրենց մեղքերը եւ չեն մտածում ապաշխարելու մեղքերի թողության մասին, չեն մտածում Աստծուց ներում ստանալու մասին, չեն մտածում իրենց մեղքերից ազատվելու, մաքրվելու մասին։ Հայ ժողովուրդ, մենք պետք է ապաշխարենք, մենք պետք է մեղքերի թողություն խնդրենք Աստծուց, ներում խնդրենք Աստծուց, դարձի գանք, ընկնենք Հիսուսի ոտքերը, որպեսզի փրկություն ստանանք։ Ես այսօր հունվարի 9-ն է, ես տեսել եմ տեսիլք Հայաստանի եւ Հիսուս Քրիստոսի մասին նորից։ Ես չեմ պատմի հիմա դա, բայց կասեմ, որ մենք արժանի չենք ընդհանրապես Հիսուս Քրիստոսին, բայց նա մեզ փրկելու է, բայց մենք ընդհանրապես արժանի չենք։ Կփրկի, եթե մենք դարձի գանք, եթե մեզանից յուրաքանչյուրը հասկանա ընդունի, թե ինչքան կեղտոտ եւ սխալված եւ մեղավոր է ինքը։ Այն գոռոզությունն ու հպարտությունը, որ մենք ունենք եւ դա չի թողնում մեզ ընդունել, որ մենք մեղքերի մեջ ենք, եւ այն անգիտությունը, երբ մարդուն ասես, որ մեղքերիդ համար ներողություն խնդրիր եւ նա զարմանա, ես մեղք, ինչ ես խոսում։ Ես մաքուր ապրող մարդ եմ։ Դա արդեն անգիտություն է, դա անգիտություն է։ Որովհետև եթե դու արդեն մեծահասակ ես, դու արդեն մանուկ չես, դու գործում ես մեղքեր, մենք գործում ենք մեղքեր, եւ մենք պետք է գիտակցենք դա, ընդունենք դա եւ խնդրենք Աստծուց ներում մեր մեղքերի համար, բայց մենք նախ եւ առաջ պիտի ընդունենք մեր մեղքերը, ընդունենք մեր սխալները, հասկացեք, մեղքերը սատանան մանրուքներում է թաքնված, ամենափոքր բանի մեջ կարող է լինել քո մեղքը, երբ դու ասում ես վատ խոսք, դու մեղք ես գործում, երբ դու ունես վատ միտք, դու մեղք ես գործում, երբ դու գայթակղվում ես, դու մեղք ես գործում, երբ դու ինչ-որ մեկի հանդեպ չար մտքեր ունես, չար բան ես կամենում, դու մեղք ես գործում, երբ դու անիծում ես ինչ-որ մեկին, դու մեղք ես գործում, երբ դու աչքը դնում ես ինչ-որ մեկի ունեցածի վրա, դու մեղք ես գործում, երբ դու մտածում ես ինչ-որ մեկից ինչ-որ բան վերցնել, խլել, դու մեղք ես գործում, երբ դու քո մտքի մեջ այդ մարդուն դատում ես կամ նրա հետևից խոսքերով դատում ես, դատապարտում ես, մեղադրում ես, դու մեղք ես գործում, երբ դու ճշմարտությունը չգիտես տվյալ դեպքի կամ տվյալ մարդու մասին եւ ասում ես, որ դա սուտ է ու սկսում ես քո հորինած ճշտի տեղ անցկացնել, դու զրպարտում ես այդ մարդուն, ինչ որ սխալ թյուր կարծիքներս հայտնում կամ հաստատում նրա մասին, դու մեղք ես գործում, եթե նույնիսկ տվյալ մարդը վատ բան է արել եւ դու պատմում ես դրա մասին, խոսում ես դրա մասին, քննարկում ես դա, թեկուզ եթե նա սխալ է, դու մեղք ես գործում, երբ դու գայթակղվում ես եւ գնում ես չարի հետևից ու սկսում ես անել բաներ, որոնք որ վնասում են քեզ, քո ընտանիքին, քո ծանոթներին կամ ցանկացած ինչ որ մեկի, դու մեղք ես գործում, երբ դու տարվում ես չարի գայթակղություններով, դու դավաճանում ես, մեղք ես գործում, դու գողանում ես, մեղք ես գործում, դու խաղամոլությամբ ես զբաղվում, դու մեղք ես գործում, դու հարբեցողությամբ ես զբաղվում, մեղք ես գործում, դու ծխամոլ ես, թմրամոլ ես, դու մեղք ես գործում, դու մեղքերի մեջ ես, որովհետև այդ մոլուցքների եւ կախվածությունների պատճառով դու եւս մի 1000 մեղք վերցնում ես քո վրա, երբ դու քո երեխային ես ծեծում կամ ինչ որ մեկին բռնության ես ենթարկում, դու մեղք ես գործում, երբ որ դու հոգեբանորեն ինչ որ մեկի վրա էլի բռնություն ես գործադրում, դու մեղք ես գործում, երբ որ դու վիրավորում ես քո եղբորը, քո քրոջը, ինչ որ մեկին դու մեղք ես գործում, երբ դու վիրավորել ես, ցավ ես պատճառել եւ ներում չես խնդրել, դու մեղք ես գործում, եթե քեզ նեղացրել են եւ քեզանից ներողություն են խնդրել, բայց դու չես ներել, դու մեղք ես գործում, եթե քեզ թեկուզ նեղացրել են եւ ներում չեն խնդրել ու դու պահել ես դա քո մեջ, խորացրել ես, դու էլի մեղք ես գործում, որովհետեւ դու արդեն չարանում ես, եթե դու նախանձում ես, եթե դու մտածում ես ինչ որ մեկի հետևից բաներ, եթե դու խոսում ես, քննարկում ես, քննադատում ես,
ասում ես վատն է, լավը չի, ինքը արժանի չէր դրան, ես եմ դրան արժանի, դու մեղք ես գործում։ Երբ դուք շնանում եք, երբ դուք ամուսին ունեք, բայց սիրեկան ունեք, երբ դուք կին ունեք, բայց սիրուհի ունեք, դուք մեղք եք գործում։ Երբ դուք ունեք ձեր կողակիցը, բայց նայում եք ուրիշի հետևից, ցանկանում եք ուրիշին, դուք մեղք եք գործում, որովհետև տարբերություն չկա, դուք դա մտքում եք պատկերացրել, թե իրական կյանքում եք իրագործել, դուք մեղք եք գործում։ Երբ դուք ձեր երեխայի բերանից կտրում եք, փողը տանում եք ձեր սիրուհուն կամ տանում եք խաղամոլության, դուք մեղք եք գործում։ Մենք մոռանում ենք պատվիրանների մասին։ Դրանով արդեն մենք մեղք ենք գործում։ Մենք չենք խոնարհվում մեր Աստծո առաջ, մենք մեղք ենք գործում։ Մենք չենք ընդունում Նրան մեր կյանքում առաջի տեղում չենք դնում, մենք մեղք ենք գործում։ Մենք չենք խոնարհվում, չենք հարգում մեր Աստծուն, Նրա կամքին չենք ենթարկվում, մենք մեղք ենք գործում։ Մենք չենք հարգում, չենք պատվում մեր ծնողին, մենք մեղք ենք գործում, մենք չենք ներում մեր եղբորը եւ ներողություն չենք խնդրում, մենք մեղք ենք գործում, մենք շնանում ենք, մենք մեղք ենք գործում, մենք գողանում ենք ու շատ բաներ են գողանում, շատ փոքր չափից մինչեւ մեծ ու չենք էլ ընդունում եւ չենք էլ պատկերացնում, որ գողություն արեցինք, մենք մեղք ենք գործում։ Ու այսքանից հետո մենք ասում ենք մենք մաքուր ենք, մենք լավն ենք, մեր սիրտը լավն է, մենք Հիսուսին արժանի ենք, մենք Հիսուսին արժանի ազգ ենք։ Մենք չենք հիշում Հիսուսը ով է եւ ինչ արեց մեր համար, մենք մեղք ենք գործում։ Դարձի եկեք, ապաշխարեք, ընդունեք, որ դուք մի ողջ կյանք մեղք եք գործել, ձեր սխալները հատ առ հատ խոստովանեք Աստծո առաջ, ներում խնդրեք, որ նա ձեզ մաքրի, մաքրվեք Տիրոջ արյան ուժով, մաքրող ուժով, ազատող, ազատագրող ուժով։ Մենք կարծում ենք, որ Հիսուսը Աստված չէ, մենք մեղք ենք գործում։ Մենք ընդունում ենք հազար ու մի տեսակ այլ աստվածների հորինված, մենք մեղք ենք գործում։ Մենք ունենք կուռքեր, պաշտում ենք կուռքերի, մենք մեղք ենք գործում։ Այդ կուռքերը սկսած մեզանից, մյուս մարդկանցով, հորինված աստվածներով եւ իրերով, ինչից ասես կարող ենք սարքել կուռք եւ պաշտել նրան, մենք մեղք ենք գործում, առաջին ամենամեծ մեղքը, որ ստեղծում ենք ուրիշ աստվածներ, ուրիշ պաշտամունքի, չգիտեմ, իրեր կամ մարդիկ եւ պաշտում ենք նրանց, մենք մեղք ենք գործում։ Մենք թողնում ենք, որ չարը մեզ գայթակղվի եւ թողնում ենք, որ նա մտնի ներս մեր կյանք, մենք մեղք ենք գործում։ Մենք մեր երեխաներին չենք պատմում Հիսուսի մասին, չենք սովորեցնում Հիսուսն ով է, չարն ու բարին որն է, մենք մեղք ենք գործում։ Մենք ամբողջ օրը մեղք ենք գործում։ Մենք մոլուցքների եւ կախվածությունների մեջ ենք ապրում։ Մենք նայում ենք ով ինչի անում եւ մենք էլ անենք, վազում ենք իրար հետևից, փոխարեն վազենք Աստծո եւ նրա փրկության հետևից, մենք մեղք ենք գործում։ Մենք ամբողջ օրը մեղք ենք գործում, ամեն օր մեղք ենք գործում, մենք միշտ մեղք ենք գործում, ընդունեք դա, ձեր գոռոզությունը դրեք մի կողմ, դուք գոռոզ եք, դուք հպարտ եք եւ չեք ընդունում ձեր մեղքը, դուք մեղք եք արդեն գործում։ Դուք չեք ընդունում ձեր սխալը, դուք արդեն մեղք եք գործում։ Ապաշխարեք, դարձի եկեք, ամիսներ են մնացել։ Պատկերացրեք, որ ամիսներ ունեք ապաշխարելու, բայց այդ ամիսները բոլորին չի, որ տրված են։ Ցանկացածիս համար սա կարող է լինել վերջին րոպեն կամ վերջին ժամը։ Հասկացեք ինչ է կատարվում աշխարհում, վերջին օրերում ենք ապրում։